Հաղարծինում վերջին զանգը հնչել է նրանց համար, ովքեր այս տարի պետք է ավարտեին Ճարտարի ազատամարտիկների անվան համար 1 միջնակարգ հոսքային դպրոցը։ Երկու դասարանի 32 շրջանավարտները դասղեկների հետ հրապարակում են։ Որքան էլ տխուր են սրտերը, տոնական գույներով են օրվա հերոսները։ Նրանց կմաղթեմ պայծառ ապագա եւ շուտապույտ վերադարձ դեպի մեր դրախտ, դեպի մեր Արցախ։ Ես վստահ եմ, որ նրանք արծիվները կլինեն, ովքեր կկերտեն մեր հերթական հաղթանակը, հաղթական պատմությունը։ Արցախից բռնի տեղահանվելուց հետո Նարինեն գեղանիստի դպրոցն է հաճախել, որոշել է իրականացնել մանկության երազանքը, բժիշկ դառնալ։ Մանկության երազանքը պիտի ի կատարածվի։ Որոշել եմ բժիշկ դառնալ, արդեն 12 տարի է նույն որոշման մեջ եմ, եւ ինձ թվում է մարդկանց նոր կյանքեր պարգևելով հենց կկառուցեմ այն փոքր, քարքարոտ, բայց նաև սահուն դարձող ճանապարհը, որը դեպի հայրենիք է տանելու։ Այսպիսի վերջին զանգ ոչ ոք չի պատկերացրել, անկեղծանում է կրթօջախի տնօրենը։ Սփռված լինելով Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս, հավաքվել են ու հավատարիմ մնացել իրար չկորցնելու խոստմանը։ Համոզված է շրջանավարտները մեծ կյանքին պատրաստ են։ Արցախցին ամենտեղ էլ իրեն գտնում է, ճիշտ է, դժվարությամբ, փորձելով համեմատություններ անցկացնել նախորդ օրվա, եթե այսպես բաժանեինք մինչ սեպտեմբերյան իրադարձություններ եւ հետո բոլորն էլ ուժ են գտնում իրենց մեջ, ատամները սեղմելով փորձում են հաղթահարել այդ ամենը։ Ճարտարի այս տարվա շրջանավարտներին համախմբել է Մոնթեավո բարեգործական ընկերությունը։ Հիմնադիր տնօրեն Աշոտ Ջիվանյանը միջոցառման համար է ժամանել Հայաստան։ Ասում է հիշողությունը ուժ է, առանց որի դժվար է հասնել նվիրական երազանքին։ Մենք իհարկե չպետք է մոռանանք մեր հայրենիքը եւ պիտի ամեն ինչ անենք եւ այս սերունդը շատ լավ սերունդ է, շատ կրթված սերունդ է եւ իհարկե այստեղ մեծ դեր են ունեցել Արցախի ուսուցիչները, Արցախի կրթական համակարգը եւ ինձ թվում է թե իրենց մոտ ամեն ինչ կստացվի եւ իրենք կյանք կմտնեն պատրաստված։ Արցախի հայաթափումից հետո էլ բարեգործական ընկերությունը շարունակում է կրթական ծրագրերը։ Այս փուլում խրախուսում են ընթերցանությունն ու բարբառի պահպանությունը։ Մեր թիմը գտնում է, որ կրթությունը դա ունի ռազմավարական նշանակություն, իսկ ինչ վերաբերում է մեր նոր ծրագրին, արցախցին կարդում է գրքարշավին, իհարկե ընկերությունը իր ողջ ներուժը դնելու է նրա համար, որպեսզի իր դրած խնդիրները կատարվի, իսկ խնդիրը մեկն է, Արցախի երեխաները պիտի շարունակեն լավ սովորեն եւ մասնակցեն մեր ծրագրերին։ Շրջանավարտների առաջիկա տարիների անելիքն է լավ մասնագետ դառնալ։ Արգինեն, որ արդեն Հարվարդի համալսարանն է ընդունվել, ուզում է քաղաքագետի մասնագիտությամբ զբաղվել Արցախի խնդրով։ Փոքր ժամանակ ես երազում էի, որ շատ մեծ քաղաքական գործիչ պետք է դառնամ, հուսամ կկարողանամ այդ երազանքը իրականացնել, որպես երկրորդական ուղղություն ընտրել եմ կրթությունը, որովհետև գիտակցում եմ, որ ամեն հաջողության հիմքում լավ կրթությունն է եւ կցանկանայի ավելի բարելավել եւ Հայաստանի եւ Արցախի կրթական համակարգերը։ Հաղարծինի բնությունը շատերին է մտովի Արցախ տանում։ Դասղեկ Մարիամ Սարգսյանն արտերկրից է ներկայացել միջոցառմանը։ Շրջանավարտներին պատգամել է պահել ու փայփայել արցախցու ինքնությունը։ Այսօր մենք մեծ կյանք ենք ճանապարհում մի այնպիսի սերունդ, որը կոփված է ճակատագրի հարվածներից, աշխարհի անտարբերությունից եւ հուսով ենք, որ գոնե այս ճամփաբաժանին մեր աշակերտների համար կյանքը կբացի իր մեծ դռները եւ կլինեն հաջողակ, Աստծո ուղեկցությամբ կգրավեն կյանքի բարձունքները ու իրենց հոգում միշտ կունենան մեր հարազատ կրթօջախում, մեր հայրենիքում, Արցախում ստացած բոլոր պատգամները, արժեքները ու գիտելիքները, որտեղ էլ լինեն, համոզված եմ, որ նրանք աչքի լույսի պես կպահեն այդ արժեքները եւ Արցախի անունը։ Վերջին զանգի միջոցառումն ավարտվել է խոստումով՝ կրթվել, հզորանալ եւ վերադառնալ Արցախ։